Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս։ Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես։ Առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում։ Այս խոսքերը շատ ճշգրիտ են բնութագրում Խորեն Աբրահամյանի ուժեղ, պայքարող ու սկզբունքային անհատականությունը։ Խորեն Աբրահամյանը ծնվել ու մեծացել է Երևանի Ազիզբեկովի հրապարակում, այժմյան Սախարովի հրապարակում։ Նրա մանկության բակը մի յուրահատուկ աշխարհ էր, որտեղ տարբեր ընտանիքներ ապրում էին համերաշխ, մեկը մեկի կողքին։ Այդ միջավայրում էին նաև նրա մանկության ընկերները՝ ապագա կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանը, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը եւ ուրիշներ։ Պատերազմական տարիների դժվարությունները, հոր վաղաժամ մահը եւ բակի կոփող միջավայրը ձևավորեցին նրա բնավորությունը։ Պատանեկության տարիներին նա զբաղվում էր միանգամից 2 մարզաձևով՝ բռնցքամարտով եւ վոլեյբոլով։ Ուժեղ էր, ակտիվ, երբեմն կռվազան, բայց միաժամանակ հետաքրքրված էր կինոյով։ Նրա սիրած վայրը Մոսկվա կինոթատրոնն էր։ Ֆիլմերը նայում էր մի քանի անգամ, իսկ համաշխարհային կինոյի մեծերին գիտեր գրեթե անգիր։ Հատկապես պաշտում էր Չարլի Չապլինին։ Դպրոցն ավարտելուց հետո Խորենը որոշել էր մարզիկ դառնալ եւ դիմեց ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, սակայն ընդունելության քննություններում անհաջողություն ունեցավ։ Ընկերների հորդորով դիմեց Թատերական ինստիտուտ, մտածելով թե գուցե 1 տարի սովորելուց հետո կրկին փորձի ընդունվել մարզական ինստիտուտ։ Բայց այդ պատահական որոշումը փոխեց նրա ամբողջ կյանքը։ Նա ընդունվեց դերասանական բաժին Արմեն Գուլակյանի դասարան։ Գուլակյանի դպրոցը նրա մեջ բացահայտեց դերասանին։ Դեռ ուսանողական տարիներին Աբրահամյանը փայլեց Քանդած օջախ, Վերոնայի 2 ազնվականներ եւ Մաշենկա բեմադրություններում, ստանալով գերազանց գնահատականներ։ Առաջին կուրսի ավարտին նա արդեն չէր ցանկանում հեռանալ թատրոնից։ Մարզիկի կոփվածքը, մարդիկի բնավորությունն ու արտիստի տաղանդը դարձան նրա արվեստի հիմքը։ Եվ Խորեն Աբրահամյանը ողջ կյանքում մնաց նույնը՝ ուժեղ, չլռող եւ իր ասելիքի համար պայքարող առյուծի պես։ Սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հայ մեծերի մասին ամենահետաքրքիր եւ կարեւոր մանրամասները։